Քաշկորցնելու խորհուրդների մեծ մասը, որոնք որ ինտերնետով տեսնում եմ, լավագույն դեպքում կարելի է կոչել անիմաստ, իսկ վատագույն դեպքում դրանք անհետեթություն են։ Դրա համար հիմա կխոսանք իրոք օգտակար քաշկորցնելու խորհուրդներից։ Առաջինը, ու այս հատկապես վերաբերվում է այն մարդկանց, ովքեր չեն կարող առանց քաղցր, արհեստական քաղցրացուցիչներ օգտագործեք, որպեսզի ձեր քաղցրի պահանջը բավարարեք, որովհետև սրանք ընդհանրապես կալորիա չեն պարունակում ու անվտանգ են ձեր առողջության համար։ Ու եթե մի հոգի էլ ինձ կոմենտներում գրի են մի հետազոտությունը, որտեղ մկներին ասպարտամ են տվել, ես արդեն կգժվեմ, որտեղ մենք ունենք մետաանալիզներ, որտեղ 100 հազարավոր մարդկանց են դիտարկում, ովքեր ասպարտամ են օգտագործում ու ոչ մի վնաս չեն գտնում սրա հետ ասոցիացված։ Նես որ եթե հասարակ շաքարի տեղը արհեստական քաղցրացուցիչ օգտագործելով դուք ավելի քիչ կալորիա եք ուտում ու նիարում եք, այս միանշանակ ձեր առողջության համար լավ է լինելու։ Երկրորդը սկսեք ավելի շատ սննդային մանրաթելեր օգտագործել ձեր սնունդում, այսինքն միրգ, բանջարեղեն, կանաչեղեն, ամբողջական հացահատիկներ եւ այլն։ Ուղղակի ձեր սննդակարգը լցրեք սրանցով, որովհետև բացի նրանից, որ մանրաթելերը անչափ շատ կարևոր են ձեր առողջության համար, նրանք ընդհանրապես կալորիա չեն պարունակում ու օգնում են, որ դուք ավելի քիչ կալորիա ուտելով ավելի շուտ կշտանաք։ Երրորդը ինտենսիվ կարդիոյի տեսակների տեղը արեք ավելի ցածր ինտենսիվությամբ զոն 1 կամ զոն 2 կարդիո։ Ավելի ցածր ինտենսիվությամբ կարդիոն, օրինակ քայլելը կամ թեթև էլիպտիկելը ավելի քիչ muscle damage է առաջացնում, ինչը նշանակում է կարաք ավելի երկար այն անեք ու ավելի հեշտ վերականգնվեք սրանից, ու այս նաև ավելի նախընտրելի է, եթե դուք միևնույն ժամանակ փորձում եք նաև մկան հավաքել։ Ինչը ինձ բերում է 4-րդ կետին, որը ուժային մարզումներն է։ Եթե նույնիսկ քո նպատակը միայն նիհարելն է, մկանային աճը քեզ օգնելու է սրա հետ կապված, քանի որ ինչքան շատ մկան ունես, այդքան քո բազային մետաբոլիզմը ավելի բարձր է լինելու։ Այսինքն դու օրվա ընթացքում ավելի շատ կալորիա ես օգտագործելու пассивորեն, զուտ նրա հաշվին, որ դու ունես ավելի շատ բջիջներ, որոնք որ էներգիա են օգտագործում, որպեսզի զուտ գոյատևեն։ Այս համ նիհարելն է հեշտացնում, համ նիհար մնալը։ Ու բնականաբար այն մնացած անթիվ անհամար առողջական օգուտների մասին էլ չեմ խոսում, որոնք ասոցիացված են ուժային մարզումների հետ։